Ժողովուրդ ջան, Անահիտը դուրս եկավ, ասել լեննականցիներին թբուտս չտարավ։ Հիմա պիտի շատ զգուշ աշխատեմ, որովհետև համ ծնկերից եմ նակալենի քակի ամուսերիս մոմենտով, բայց ուրիշ վարիանտ չունեմ։ Ամուսինս մեկն եկել է իրան օգնելու։ Գնացինք սիրելիներս, յատեր Աստված։ Ասեցի կապնվեմ ձեր հետ ասեմ, մարդիկ կան, թող ներող լինեն տղամարդիկ կան, որ թերագնահատում են կնոջ ուժը։ Ժողովուրդ, եթե կինը ունենում է երեխա, մայրանում է, այդ կինը ամենակարողը։ Նենց որ դա ոչ մի գործ չկա, որ կինը չկարողանա անի։ Իսկ տղամարդը մի բան կա, որ չի կարողանի, դա երեխա ունենալն է։ Ասեք կանայք ավելի առավելություն ունեն։ Ներող ելնին են տղամարդիկ։ Կանայք ես մեր մոտի ռեգիոնի ամենաուժեղ ռեմոնտ անողը, տուն վերանորոգողը կինը։ Եթե կինը կարողանում է ճիշտ հագնվել, ճիշտ օգտվել հագուստից, ոնց կարող է պատահի կարողանա ներկի եւ գեղեցիկ գույները բնածին։ Ահա եւ մերկացրեցինք մեկը, անցանք երկուսին ու այս երկուսի վրա կանոնելու են ժողովուրդ ջան։ Մատները սկսեց ցավել։ Ի տարբերության տղամարդկանց ֆիզիկապես մենք ուժեղ չենք։ Ասեք ձեր Անահիտը բազմակողմանի զարգացած։ Ասեք էլի։ Ինչ կար դրա մեջ 2 րոպե ասեցի անեմ թողնեմ, այսքան մասը կտրեցի, հիմա անցնեմ այն կողմի վրա, մի քիչ հանգստանամ նոր էլի, մարդու մտքին տեղ լինի, սիրելիներս, այս իշտավ եղանակա գնամ ես հաս կուրտկան հանեմ, շոքեցի, արա, գնացինք, գալոշներ էի հակի, որ ալերգիա չլինի, ժողովուրդ ջան եկա այս կողմի վրա, ու լավ շոքա, բայց Չեմ անի կուրտկաս, որտեղ քրտնել են։ Oui. Le numéro fiscal du rang. C'est quoi ça, c'est? Ça, j'en sais rien, personne ça. C'est un truc qui a pété, je crois. Voilà. Pourquoi vous l'avez jeté ça? Ah mais moi j'ai pas jeté ça. Ça c'est quand on a passé le truc de qu'on s'appelle là. Pour couper. Il était planté à l'herbe quand tu le vois pas. Le numéro fiscal du rang. Sur la fiche d'impôt. La fiche de déclaration d'impôt. Ժողովուրդ, արևի տակը կանգնում ես շոքում ես, հետո վախենում եմ մրսեմ, դրա համար լավ կանեմ, հագնեմ, աղ ժողովուրդ ջան, հիմա արի ես գալոշները հանի, զգուշ մնամ ու ծունկս, օլալա, արա, ինչ դժվար է գալոշ հանելը, վալա, վայ ժողովուրդ, Այս կողմը լրիվ արեցի, այն կողմն արեցի, մնաց միայն այս փոքրիկ ծառերի տակինները, դա վիճակի չեմ չէ, արդեն ձգեց ձերքս ու հոգնեցի, ռոլաքս, չմոռանաք լայքերը և
իհարկե ձեր համար եմ ասում, որտեղ ինձ ասել եք։ Երեք ես մի հատ շատ լավ Instagram ալիքի մեջ կա, Instagram-ում կա մի շատ լավ օրիգինը հայ է, եւ բայց ռուսի հետ է ամուսնացած 4-5 երեխա ունի, արտակարգ ջահել երիտասարդ աղջիկա, շատ արտակարգ, ինչ ասեմ, բան է, դու ինչ են ասում, կյանքի դպրոց։ Երիտասարդ, բայց կյանքի допроц։ Ինչ որ մեկը գրել էր դուք ինչ եք անում ռուսերեն էլի, почему вы говорите поставьте лайк, если люди любят։ Այն մարդը գրել էր դուք եք խնդրել, ես եմ ասում, այնպես որ հանկարծակի չմտածեք, էլի ես եմ ձեզ պարտադրում սիրելիներս, չմոռանաք լայքերը եւ կոմենտներ, փոքրիկ կոմենտներ, ինչպես Սիրալույսը։ Ես զգացել եմ Սիրալույսը մի ասենք բլոգի տակ, ինքը տեսնում է, որ բլոգի քիչ է նայվում, լիքը կոմենտներ ա գրում։ Եվ ամենակարևորը սիրելիներս, կոմենտների տակը պետք է կոմենտներ գրենք, պարզվում է։ Բայց դա ստիպողական բան չի, դուք ձեր ժամանակը նայեք ձեր հարմարությանը։ Ես սրանուլեբել եմ յոլա գնում, ես չեմ ընկնում թվերի հետևից, քանակի հետևից, ես ուղղակի էլի եմ ձեզ ասում, ես սկսել եմ, այն որ ասում սկսել ես, ուրեմն ընկել ես ջրի մեջը, խեղդվելուց չվախենաս։ Պիտի շարունակենք, քանի որ մենք կապնվում ենք մեր հետևորդների հետ, եւ ինչ որտեղ դառնում ենք հարազատ մարդիկ, դրա համար դժվար է։ Ժողովուրդ ջան եկա, տղաները այնտեղ սուրճ են խմում, ամեն ինչ արեց, դուք տեսել եք, մաղի տղան է Լյուդոն, եւ մի բանի էինք սպասում, ես զարմացա, ասեցի, չենք ստացել, ասեց ոնց, ասեցի հա, զանգեց, ասեցին մենք հեսա կհարցնենք, եթե ինչ որ բան լինի կզանգեն մեզ, կարող է թուղթ պակասել։ Շատ համով այս պանաշը երեխեք, պանաշը մենք գնում ենք խանութից, բայց պանաշի մեջ կա 0 անգամ 2 ինչ որ ալկոհոլ, դուք կարող եք ինքներդ պատրաստել տանը։ Պանաշը դա լիմոնադն է եւ գարեջուրը։ Եթե ուզում եք կարմիր լինի, մի քիչ բանի նռան կամ ինչ որ գրոնադինի կամ ելակի կամ կլուբնիկի մարինայի սիրոպ եք լցնում եւ դարձնում եք այս հրաշալի խմիչքը, խորհուրդ կտամ։ Նրանք ովքեր բնակվում են Երևանում, պանաշ դուք չգիտեք ինչա պանաշ է։ Լիմոնադը, գարեջուրը եւ սիրոպը։ Լավ սառը վիճակում հյուրասիրում եք այսպես բակալների մեջ, գարեջուրը շատ չչարաշահեք, որպեսզի լինի գարեջուրի համ, բայց նաեւ լիմոնադա տիպի խմիչք, այսինքն ինքը շատ ուժեղ հագեցնող է համարում։ Որ գնում ենք Դավիթ ստուն որ գնացել ենք, ես վերցեցի պանաշ, ասեց Մոնակոյա կոչվում, ասեցի չէ, սիրոպը շատ քաղցր կլինի, չվերցրեցի։ Վերեցին այնքան շատ էին գարեջուրը լցրել, ես ընդհանրապես գարեջուր չեմ սիրում։ Ասեցի խնդրում եմ տարեք մի քիչ սիրոպ լցրեք մեջը, որ գոնե քաղցրությունը լինի, դառնությունը իմ դուրս չեկա։ Բոլորը ծիծաղացին, տղաս ասեց՝ «Մամ, ամենադժվարը դու ես», ամուսինս նույնպես։ Բայց ես այդ կողմից ամոթ չունեմ, եթե չեմ խմելու, ինչի, թողնեմ սեղանի վրա, թող մի բան ավելացնեմ, որ խմեմ, դա է։ Ոչ Անահիտը գրանցվեք Անահիտ բլոգ ալիքը եւ ձեզ սպասում են շատ հետաքրքիր ամառային բլոգներ։ Ինձ թվում է ամառը ավելի հետաքրքիր է լինում, քան թե ձմեռը, անդադանը կամ խանութներ եւ այլն։ Վաղուց չեմ գնացել միասին խանութներ։ Վաղը պիտի գնամ ես բանանելու այդ Ժանեն ստուն պետք է գնամ, շփոթվել էի մի հատ տաբատ էի տվել Ժանին, որ իր մեջ էր երեխեքան, դվերցեմ տամ ուրիշին եւ այդ օտեղից գնամ մի քանի գնումներ ունեմ անելու, միգուցե թե կմտնեմ, եթե ժամանակ ունեցա, կմտնեմ Դախտի, կմտնեմ այդ էլեկտրական խանութը, էլեկտրոմենաժերների խանութը, ուզում եմ մտնել մի հատ Դեկատլոն սպորտային խանութը։ Տեսնեմ ինչպես Անահիտի տրամադրությունը եւ Անահիտի առողջությունը կների։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, ես ձեզ շատ եմ սիրում։ Սիրում եմ ձեր գեղեցիկ խոսքերը, սիրում եմ ձեր գեղեցիկ բառերը, սիրում եմ ձեր գրած կոմենտները, շնորհակալ եմ։ Իսկ նրանք, ովքեր նոր են գրանցվել Անահիտ վլոգ, բարի գալուստ Անահիտի անմիջական վլոգները, մի հայուհի, որը բնակվում է Ֆրանսիայում, 30 քանի տարի արդեն եւ չի փոխվել եւ չի փոխվի։ Եվ այն Անահիտը, որը ինչքան էլ ապրի այս երկրում, այս գեղեցիկ հրաշալի երկրում,
ինքը իր հոգու հանգստությունը գտնում է միայն իր քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել, ունեցել է բավականին մեծ կարիերա։ Երբ որ ինքնաթիռն իջնում է մեր այրոպորտը, ես քայլում եմ եւ հիշում եմ, կարոտում եմ իմ անցյալը։ Ասեմ թե շատերը կասեն, ձայնը տակ տեղից է գալիս։ Գիտեք ինչ, սիրելիներս, ես ասել եմ եւ կասեմ, երբեմն հոգեվոր սնունդը ավելի կարևոր է, քան ստամոքսային սնունդը, որովհետեւ հոգեվոր սնունդը իրոք շատ կարևոր է, շատ մտնում է հոգուտ հյուսվածքների մեջ եւ գնում մինչեւ խորք։ Դա միայն այն մարդը կհասկանա, ով ապրել է եւ ապրում է եւ կապրի։ Դե ինչ, սիրելիներս, բաժակներդ խմբեցեք եւ խմենք մեր հայ ժողովրդի կենացը, որ լինեն առողջ եւ ինչ ասեմ, երբեք պատերազմ չտեսնենք։ Tu peux regarder si ce chat est pas enceinte? Regarde, mais s'il va faire encore le bébé. Oh. Qu'est-ce que tu jouais comme poste, maman? Élire 100% attaquant. Ամուսինս հարցնում էր, այդ մարդը հարցել է դու բասկետբոլը ոչ բան մեր պոզիցիայի վրա էր, ասին աջ կողմ 100% հարցակվող եւ սև գործնանող, բոլոր պատբորները, գնդակները երնեք էտ օրեր, իսկ հիմա չեմ կարող մի հատ ծառ կտրեմ, ուսերես ցավում է։ Դե լավ, գնացինք սիրելիներս։ Բարի լույս իմ սիրելի հետևորդուհիներ, բարի լույս իմ սիրելի հետևորդներ, բարի լույս հայ ժողովուրդ։ Գիտեք քանի օր դուրս չի եկել երեխեք ջան, դե որ Անահիտը դուրս չի գալիս, ինքը մի քանի օր ուրեմն ես դուրս եկա, գնում եմ իմ գործերով, գնում ենք Ժանի տուն, Ժանի պիտի բան վերցեմ, ասել էի, չէ, տապատը մոռացել էի, շփոթվել էի, ուրիշին էի տվել, նախքան ուրեմն զրույց անելը ես ստեղից դուրս ա տվել։ Ես ձեզ ցույց ուզում եմ տեսնեք իմ մազերը։ Սիրելիներս, իմ մազերը ես այսօր հարթուկեցի։ Ուզում էի իմանալ այն մարդկանց համար, ովքեր ունեն ուղիղ մազ, արդյոք ուղիղ մազը կլորացնում ալիքներ, այո։ Այսինքն ավելի գեղեցիկ ալիքներ է անում։ Այնպես որ կարող եք գնել հանգիստ, ասեմ, թողեք լավ տաքանապարատը եւ գնեք։ Շատերը ինձ ասում եք, ես երեխեք ջան, ես գրել եմ դեսկրիպցիոնի տակ, որ դուք նայեք, տեսնեք Amazon-ի, այսօր նրանք ովքեր բնակվում են Ֆրանսիայում, դեռ զեղ չկա վրան, 96 եվրոյի տեղը 64 եվրոյի, եթե չեմ սխալվում։ Հա, հիմա ես գնում եմ մեր մայրաքաղաքը, ունեմ մի քանի փոքրիկ գնումներ, լիստ պիտի անեի, մոռացա։ Եվ ինչ պիտի ասեի ձեզ, ինձ թվում է այսօր բանի սնունդի առևտուր չեմ անի, չնայած սառնարանս զնգզնգում է ցրտից, բանջարեղեն աբսոլյուտ만 չունեմ, կտեսնեմ, եթե հանկարծակի մարդս ժամանակ ունեցա, ես ինչ է, մի վայրկյան, հա, ժողովուրդ ջան։ Ճիշտ ասած մաքրեցի, մտածեցի կարողա պատահի էկրանից է, բայց բարձվում է ոչ, երևի արևն անգնում։ Միգուցե թե մտնեմ բանջարեղենի խանութ, չգիտեմ, կտեսնեմ ըստ իմ բանի տրամադրության։ Ճիշտ ասած մտածեցի, ասեցի սկզբից գնամ իմ գործերն անեմ, հետո գամ Ժանի տունը եւ այլ եկել ասի չէ, որպեսզի ստրեսը չլինեմ, սկզբից կգնամ այդ գործերը կանեմ, հետո նոր արդեն ալաբալանիցա, դուրս կաբանիցա, հիշում եք երեխեք։ Սիրելիներս, ես զգացված եմ եւս մեկ անգամ, շնորհակալ եմ ձեզանից ձեր գեղեցիկ կոմենտների համար։ Բարի գալուստ նոր հետևորդներին, բարի գալուստ նոր հետևորդուհիներին։ Մի վայրկյան։ Նրանք ովքեր նոր են եկել իմ ալիքը, ահա եւ մեր ճանապարհները։ Ես բնակվում եմ Ամայի վայրում։ Ամենամոտիկ խանութը մեր տանից 12 կիլոմետր է։ Իսկ հիմա որ ես գնում եմ մեր մայրաքաղաքը, մեր մոտից 50 կիլոմետր, 50-55 կիլոմետր է, բայց դե բնականաբար դա մերն է եւ պետք է ես գնամ, ուրիշ ելք չունեմ։ Լավ եւ վատ կողմերը բոլորդ էլ արդեն գիտեք, լավ կողմը որ թթվածին ենք շնչում, որ շատ մարդ չկա, մեքենաներ չկան, խցանումներ չկան, բայց վատը նա է, որ ոչ մի բան կողքը չի, որ գնաս քո գործերը տանես եւ գաս։ Հիմա ամեն դեպքում
ամեն տեղ էլ կա լավ եւ վատը, հանկարծ չկարծեք, թե ամեն ինչը 100%-անոց է եւ միայն վարդագույն է, ինչը դուք տեսնում եք հաճախակի էկրաններից են կողմ։ Շուտ եմ տվել բնությունն եմ ձեզ ցույց տալիս, որպեսզի դուք էլ հանգստանաք իվ դուք էլ կտրվեք ձեր առօրյայից եւ վայելեք այս հրաշալի կանանչը։ Ես ուղակի ցնցված եմ, այս մի 5 օր դուրս չի եկել այս կողմի վրա, ինչ հրաշալի կանանչել է ծառերը։ Սիրելիներս, ես ձեզ ասեմ, որ այսօր մենք ունենք բավականին գործեր, ես կաշխատեմ նկարել, որովհետև պետք է մտնեմ մի քանի խանութ եւ կաշխատեմ, վերցրել եմ այդ իմ փոքրիկ սարքը, որը գնել եմ, սարքը որն է, որ հեռախոսը դնում ենք վրան, մանյետիկ ձևով եմ գնել, որպեսզի հեշտ լինի, շատ թեթև, շատ հարմար է։ Հիմա ես կտեսնեմ, եթե հարմար լինի նկարելու, եթե երաժշտություն չլինի, անպայման կնկարեմ։ Եթե երաժշտություն էլ լինի, ես չեմ խոսա, ուղղակի կնկարեմ, կողքից ձեզ ցույց կտամ ինչ, ոնց եւ այլն, որպեսզի դուք էլ մասնակցեք իմ հետ, գիտեմ, որ շատերը սիրում եք խանութ։ Ճիշտ ասած, ես մտածեցի երեխաներն այս շաբաթ էին գալու, որոշեցի, որ Կարլայի հետ գնայինք խանութներ մի քիչ եւ ինքը կփորձեր, ես կնկարեի, ավելի շատ հետաքրքիր կլիներ, համել Կարլան ուզում էր գնայինք անպայման, բայց արի ու տես, որ այս շաբաթ իմ տղան աշխատում է եւ շաբաթօրի եւ իրանք մի օրվա համար չեն գա գնան, երկար ճանապարհ է, դրա համար կգան այն մյուս շաբաթը եւ պրոբլեմ չի եւ հետո սիրելիներս Այն օրը բոլորդ գրել եք, Անայի ջան, սպասում ենք, մենք էլ քո հետ ճամփրուկները սպասեք, բայց ոչ մեկի մտքով անգամ չի ասի, թե ուր եմ գնում, ում հետ եմ գնում եւ ինչ հետաքրքիր ճանապարհորդություն է սպասում ինձ եւ ձեզ։ Ասեմ, որ այդ վայրը, որ գնում եմ, ես միշտ ցանկացել եմ գնամ, բայց չի ստացվել։ Այս առաջին անգամ եմ գնում։ Այդպիսի բաներ սիրելիներս, ինձ զանգում են մի վարքյան։ Ահա եւ ինչպես կասկածում էի, խանութում բավականին բարձր երաժշտություն, եկա մանկական խանութ, խանութի անունը օրկեստրա է, ինձ թվում է Հայաստանում կա այս խանութը, բավականին լավ որակյալ շորեր են տղաների, աղջիկների, երեխաների, բեբեների համար եւ նորածինների համար եւ նաեւ մեր մոտ փոքր օրկեստրա է, մեծ քաղաքներում ամեն ինչ կա եւ խաղալիքներ եւ այլն։ Ճիշտ ասած, ինչ պետք էր ես գնեցի եւ որոշեցի գնալ կոշիկի խանութը մտնել, ուղղակի պատտվել, ոչինչ չկար, ոչ մի բան։ Գեղեցիկ բաներ կային, բայց ամեն դեպքում ռազմերների պակասություն էր տալիս։ Վատը չեն, այս խանութում կան բաներ, որ որակով են, բայց պետք է ուշադրություն դարձնեք, որ լինի կաշի եւ ոչ թե դերմանտի, որովհետեւ ամեն դեպքում կաշին ավելի հաճելի է հագնել։ Դե ինչ սիրելիներս, ներող եղեք, չկարողացա ոչ մի բան նկարել, հանգիստ ավելի ցույց տալ երաժշտության պատճառով։ Ժողովուրդ ջան, խանութներում աբսոլյուտման հնարավոր չի ֆիլմ անել, նկարահանել, որովհետև բավականին երաժշտություն են դրել, բարձր երաժշտությունը, իսկ եթե երաժշտություն կա, ուրեմն վերջ, էլ արդեն YouTube-ը արգելում է։ Դրա համար ես տեղեր կա, ասենք մի երկու հատ նկարել եմ, բայց բացարձակապես դատարկություն, ուղղակի ման եմ գալիս, հենց պտտվում եմ, իմ համար մի քիչ ռելաքսացիայի եմ ենթարկվում։ Հիմա եկել եմ այս երկու խանութներ մտնեմ, հետո մի հատ մտնեմ ակցիոն, տեսնեմ ինչ կա նորություններ, տեսնեմ այստեղ կա երաժշտություն։ Ահա եւ քաղաքի խցանումները, մեր մոտ ժամը 6-ն է արդեն եւ տոտիկ առաջ են գնում։ Դե հիմա ասեք, թե ինչքան հաճելի է, որ ապրում ես միտեղ, որ մեքենան 1000-ից մեկ ես տեսնում։ Այս ժամերին արդեն ժողովուրդը գնում է գործի, ես նույնպես գործից վերադառնում եմ, չկարողացա մի վարքյան, ովուր ջան, չկարողացա նկարել խանութներում, ես ուղղակի մուզիկան այնքան բարձր են միացնում, որ ներվերիդ վրա ազդում է, մենակ այն չի, որ չես կարողանում նկարես, չես կարողանում կողմնորոշվես, ինչ որ բան ես նայում, չես կարողանում կողմնորոշվես,
Что это такое? Что это такое? Ես ինչքան ժողովուրդ կա Աստված իմ, ես մտնեմ ձախ գից, իմ սիրելի ժողովուրդ, քաղաքում բնակվելը լավ բան է, այո, ունի իր առավելությունները, ոնց որ ճանապարհին էի ասում, բայց այս սա առավելությունը, ես շտապող անձնավորություն, քաղաքը իմ ներվերիս վրա ազդում է, հավատացեք թե ոչ։ Ճիշտ ասած որոշեցի գնամ բանջարեղենների խանութ, մի քիչ միրգ բանջարեղեն գնեմ, բայց ասեցի չէ, նենց էի հոգնել։ Ասեցի միանգամից գնամ տուն ժամը 6-ն է, մինչև հասնեմ տուն կլինի ժամը 7-ը, որովհետև մեր մոտից այդտեղ 7-ը չէ, սուտ կլինի 7-ին 15 պակաս։ Այսօր ինչ էի պատրաստել, հա, ծաղկակաղամբով պիցա էի պատրաստել եւ միս ունեմ, ամեն ինչ կա, բայց մենք երեկոյան շատ հաց չենք ուտում, ամուսինս ուտում է միայն սալատ, ասենք շախկյուտերի երշիկեղեն մի փոքրիկ, այտենց էլի, իսկ ես կարող եմ մի բան ուտեմ, կամ բան այդ կաթնաշոր եւ թթվասեր, կուլտուրական եմ խոսում էլի, հանկարծ մարդ ես։ Եվ ես դեռ բլոգը չեմ հավաքել, սիրելիներս։ Ինձ թվում այսօր բլոգ չի լինի։ Ժողովուրդ ջան, ուրեմն գիտեք ինչ էի մոռացել ասել, ամենակարևորը հիշում եք մամային, որ ես գաղտնի նկարահանեցի, ես այդ ժամանակ, ճիշտ ասած, ես որ եկա միջանցքը, տեսա, որ մաման արդեն սկսում է երգել, կամաց մոտիկացա ու սկսեցի նկարել։ Նախքան այդ պապայի երգը երգել, ինքը մի ուրիշ երգել էր երգում, ես նկարեցի սենց լայնությամբ վլոգի համար, բայց չգցեցի։ Իհարկե ինքը հետո որ տեսա որ գցել եմ, վայ, ասի մամ ջան, խաբար չկա, որ այդ մյուս երգն եմ նկարել։ Հիմա նենց որ հիմա որ ես կգցեմ, սա այն օրվա բանարած այդ գաղտնի նկարահանումն է, հեսա գնամ տուն կգցեմ այդ փոքրիկ այդ երգն է մայրիկի, որովհետև գիտեմ որ շատ-շատերը սիրում եք, շատ-շատերը իրոք հուզիչ է, որ լսում ես մայրիկը երգում է, մեր հայ տատիկներն ու կանայք ինչքան ցավ կա իրանց հոգում։ Ես անգամ ես որ լսում եմ հաճախակի մաման տենց որ քայլում է տան մեջ երգում է, ես ամեն անգամ հուզվում եմ ու ամեն անգամ իմ աչքիս առաջ գալիս է մեր ընտանիքը, մեր մանկությունը, երիտասարդությունը, պապաս եւ այլն եւ այլն։ Դրա համար երբեմն ընկնում եմ նոստալգիայի մեջ, հետո ասում եմ Անահիտ, չթողնես քեզ։ Դրա համար ես գիտեմ որ շատ-շատերը կան, որոնք որ ինձ մեսաժ են ուղարկում, որ ասում են երբեմն հիասթափություն են ապրում, նայում են իմ վլոգները, ուրախանում են, առույգանում են, սիրելիներս, յուրաքանչյուրիս կյանքում կա եւ բարձրունք եւ նաեւ կա վայրեջք եւ վերելք, այնպես որ բացի նրանից որ իմ համար ամենակարևորագույնը դա առողջությունն է, մնացած երկրորդական հարցերը դրանք լուծվող հարցեր են եւ այո երբեմն նայում ես հիվանդ մարդկանց, իրանք ավելի ուժեղանում են։ Դա բնավորություն է, ես չեմ կարող ասել ոչ, պիտի անեք, ես էլ եմ ընկճվում, ես էլ եմ հիասթափվում, բոլորից մոտ է լինում այդ երևույթները, ուղղակի հանկարծակի դու սթափվում ես ու ասում ես նո, չպիտի հանձնվեմ, հանձնվել չկա, պիտի գնամ առաջ։ Եվ այտենց այնքան հեշտ է լինում երեխեք ջան, իհարկե հեշտ է ասելը, ասեմ ձեզ, հեշտ է ասելը, բայց ամեն մարդը ունի իր բնավորությունը եւ ամեն մարդ ունի իր վախը, իր ինչ ասեմ, իր ներքին աշխարհը եւ դա ոչ կարող ես ինչ ասեմ, պատվիրել, ոչ էլ կարող ես իրենց հրամայել, որ այդպես պետք է անել, ոչ։ Դա սուտ է, դա մարդուց է գալիս։ Նենց որ հիմա սիրելիներիս, ես հիմա այս խոսալուցս հետո կդնեմ այդ փոքրիկ կադրը մայրիկի եւ դրանով կավարտեմ վլոգը։ Իմ լավ ժողովուրդ, իմ լավ ընկերներ, չմոռանաք լայքերը։ Դե լավ ժողովուրդ ջան, ուժեղ բանի ավտոտրասայի վրա եմ անջատեմ եւ կենտրոնանա, որովհետեւ այստեղ բավականին շատ մեքենաներ են դիմացով անցնում են, что это такое, չի կարելի, չէ, это же Անահիտочка идет։ Դե լավ սիրելիներս, ձեզ ասեմ մինչև վաղը։ Ժողովուրդ երկում է, սպասեք։
Ահա եւ ինչպես խոստացա դրեցի մայրիկի երգը, որը նկարահանել էի գաղտնի, ասեմ ձեզ, որ շատ ուրախ եմ մամայի համար, ես ուրախ եմ, որ իրեն բոլորը լսում են, սա իր ճիրականացված երազանքն է եղել, դժբախտաբար ճակատագիրը շատ դաժան վերաբերվեց իր հետ, քանի որ պատերազմի տարիներին դա ինչ որտեղ անհնարին էր, ուրախ եմ, ես եւս մեկ անգամ կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ ես YouTube-յան ալիք եմ բացել, ուրախ եմ մեկ հոգու համար, դա իմ մայրիկն է, որ ինքը շփվում է իր հայ ազգի հետ, ես կարդում եմ կոմենտներն իր համար եւ ինքը շատ ուրախանում ու ամեն անգամ ինձ ասում է, գիտես Անահիտ, իմ կյանքից 1 տարի ավելացավ, մերսի, շնորհակալ եմ սիրելիներս, ես ուրախ եմ, շնորհակալ եմ, որ դուք էկրանից են կողմ սիրում եք իմ մամային եւ բոլորը տեսնում եք մայրիկիս մեջ ձեր մամայիներին, ձեր տատիկներին, ձեր քույրերին, համբուրում եմ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա